Ուրեմն ինչպես արդեն տեղեկացրել էի, մոտ 2 շաբաթ առաջ հանդիպել եմ անհետ կորածների միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, որոնք որ ստացել էին, այսինքն դեռևս 2022 թվականին Նիդերլանդների թագավորությունից դրամաշնոր իրենց կարողությունների սահմաններում իրականացնելու հետազոտություն Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության ընթացքում անհետ կորածների խնդիրների պարզաբանման ու ճակատագրերի պարզման ուղղությամբ եւ իրենք արել էին շատ ծավալուն հետազոտություն, որի արդյունքները 23 թվականի դեկտեմբերին հենց ընկերության տնօրենը, այսինքն նախագահը եկավ Հայաստան եւ ներկայացրեց անգլերեն զեկույց։ Հետագայում այդ զեկույցը հրապարակվեց իրենց պաշտոնական կայքում եւ այդ զեկույցի ուսումնասիրությունից ինձ համար գոնե պարզ եղավ, որ Հայաստանի կառավարությունը մի շարք դրույթներով, այսպես ասած, խաբել է միջազգային գործընկերներին, թե ինչեր են արել։ Մասնավորապես օրինակ նշել էր, որ իրենք այստեղ ամեն ինչ անում են, ընտանիքներին աջակցում են, նույնիսկ հոգեբաններ են ներկայացրել, որպեսզի այդ լուրը օրինակ, որ անհետ կորածը զոհվել է, հոգեբանի ներկայությամբ լինի, ինչը բնականաբար այդպես չի եղել։ Եվ չգիտեմ, գուցե այս էր միակ պատճառը, թե ուրիշ այլ պատճառներ էլ կային ստելու հանգամանքների հետ կապված, բայց իմ տեղեկություններով Հայաստանի իշխանությունների խնդրանքով այդ զեկույցը, որը ներկայացնում էր եւ ICMP առաջարկությունները խնդրի լուծման ուղղությամբ, ICMP պաշտոնական կայքից հեռացվել է։ Եվ այս պարագայում մտահոգությունը, ես իհարկե այս ամեն ինչը որ բարձրաձայնում եմ, բնականաբար ICMP-ի հետ հանդիպման արդյունքներով են եւ այսինքն այն ինչ պահը որ խորհրդապահական էր պահելով, այն ինչը որ համաձայնեցված էր բարձրաձայնելով եւ չեմ թաքցնի իրենց մտահոգությունը, որ իրանք այլևս ասում են, եթե նախկինում մեր մտահոգությունը հիմնականում Ադրբեջանն էր, որ կարող է խոչընդոտել անհետ կորածների ճակատագրի պարզմանը, ապա հիմա հասկանում ենք, որ նաեւ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մի կարևոր հանգամանք էլ եւս, որ սրա մասին բազմիցս խոսել եմ, ուրեմն Հայաստանի իշխանությունները փորձելու համար ցույց տալ, որ իբրև թե այն բոլոր ԴՆԹ փորձաքննությունները, որոնք արվել են Հայաստանում ճշմարիտ են, մանիպուլատիվ հնարքով այն մարմինների եւ մասունքների առնչությամբ, որոնք ըստ իրենց համընկնում ունեն Հայաստանում, հայտնել է ծնողներին, որ դրանք եւս հաստատվում են ICMP լաբորատորիայում կատարված փորձաքննությամբ։ Մինչդեռ իրականում ինչ է տեղի ունեցել։ ICMP-ին փոխանցվել են բացառապես այն մասունքները, այն նմուշները, որոնք Հայաստանում դժվարություն է առաջացել պրոֆիլավորում իրականացնելու։ Այսինքն Հայաստանի սահմաններից դուրս չի տեղի ունեցել անկախ եւ լրիվ փորձաքննություն, որը կհավաստեր, որ այն փորձաքննությունը, այն նույնականացումը, որը տեղի է ունեցել Հայաստանում, ճշմարիտ է, տեղի է ունեցել միայն մասնակի պրոֆիլավորում, որի արդյունքները չեն կարող հավաստել նույնականացման իսկությունը։ Սա էր թերևս այդ պատճառներից մեկը, որ Հայաստանի իշխանությունները փորձելով վկայակոչել ICMP-ի հեղինակավոր անունը, փորձել են ծնողների մոտ տպավորություն ստեղծել, որ իրենց արած փորձաքննությունների արդյունքները ճշմարիտ են, եկեք համակերպվեք իրականության հետ։ Տիկին Սողոյան, երբ որ դուք ներկայացրեցիք ամբողջ իրականությունը, իրենք որևէ բան ասացին իրենց հետագա գործունեության հետ կապված, եւ կապը դուք պահում եք։ Իհարկե պահում ենք, մենք պայմանավորվածություն ունենք մշտապես փոխանցելու տեղեկատվությունը, իրանք ի գիտություն են ընդունում այն բոլոր մտահոգությունները, որոնք ես հայտնում եմ, եւ նաեւ իրադարձությունների զարգացման ընթացքը, ասում են եւ այդպես ասում են կփորձենք հետագայում նաեւ խորհրդակցել գնալ Ադրբեջան հասկանալ այնտեղ ինչ իրավիճակ է, բայց այստեղ ասում եմ հստակ քայլերը առանձնացված կային, թե ինչ եղանակով պետք է այս
հարցը լուծվեր, մասնավորապես տեղեկատվական բազա ստեղծվեր, ի վերջո հասկանային, թե ովքեր են այդ անհետ կորածները, ինչ պրոֆիլներ ունեն, որտեղ կարող են, որտեղ պետք է իրենց փնտրեն, եթե օրինակ առհասարակ չկա մարմին եւ մասում, եւ շատ այլ քայլեր, որոնք այդ հետազոտության արդյունքում պարզ ա եղել ու իրանք իրապես պատկերացրեք 3 տարի այդ կազմակերպության աշխատողները աշխատում են, որ ինչ որ մի արդյունքի հասնեն, իրանց թվում է թե երկու պետություններն էլ կամ առնվազն դրանցից մեկը շահագրգռված է իր քաղաքացիների ճակատագիրը բարձելու ու մեկ էլ կանգնացնում են process-ը, ինչպես պիտի լիներ իրանց վերաբերմունքը։